Mikado. Այսպես ենք մենք մեկնարկում երկրորդ գալահամերգը Mikado խորոզս տարան շնորհակալություն ծափահարությունների համար հրաշալի մեկնարկ է մեզ մոտ եւ այսպիսով մեր ելույթը ինչ տպավորություն է թողել քեզ վրա Անդրե Ես մի անգամից հիշեցի իմ վաղեմի ժամանակին ընկերներիս, իմ հավերիս, իմ միակ ակլորիս, որը խանդում էր, երբ որ ես մոտենում էի հավիտակից ձուն վերցնեմ, նա հարձակվում էր ինձ վրա։ Մի անգամ, իսկական հավերիս, իմ հավերիս մասին, որոնց ես պահում էի։ Շատ լավն էր ելույթը, շատ պոզիտիվ երգեր ընտրել Գարիկը։ Ես ձեր համագործակցությունը իսկապես շատ եմ հավանում, ձեր պատրաստվածությունը, ամեն ինչը, թե հագուստը, թե երգերը, որոնք նրանք ներկայացնում են։ Մի խոսքով, չգիտեմ, այսպես Գարիկին պինդ բռնեք եւ այն ինչ ասում է կամ չի ասում, այսպես թափ տվեք եւ վերցրեք, գողացեք իրենից, որովհետեւ ձեզ սազում է այն ինչ որ ինքը տալիս է ձեզ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալություն Անդրե։ Էմմի։
Սա երևի թե ամենալավ բացումն էր, այսպիսի համերգները պետք է այսպիսի ելույթներով բացել, որպիսի այս ամբողջ էներգետիկան, որը կա յուրաքանչյուրի մեջ, փոխանցվի բոլոր մեր մասնակիցներին եւ նրանք նույնպես լավ ելույթ ունենան, ինչպես դուք ելույթ ունեցաք։ Շնորհավոր։ Յասքանչեր։ Շնորհակալություն։ Հարգարժանս։ Իմ ու Գարիկի կորուստներից հետո լավ բալզամ էր մեր հոգիների վրա։ Ես ուղղակի ուզում եմ մեր Միկադո խմբին շատ սիրված հիշեցնեմ, որ ռոքենրոլը եւ ռոք երաժշտությունը դա միայն գրագետ նվագելը չի, շատ կարևոր է դրայվը եւ այն էմոցիաները, որոնք որ դուք տալիս եք։ Միջնադարում բժիշկները ունեն մի շատ հետաքրքիր կարգախոս, այրվելով ինքդ այրիր մնացածին։ Այսօր ռոքենրոլը այդպեսին պետք է լինի, այրելով ինքներդ պետք է այրեք մնացածին։ Դրա համար ես պահանջում եմ պարզապես ձեզանից, համոզված եմ, որ Գարիկը հազարավոր անգամ ասել է, մի քիչ ավելի ազատ եւ անկաշկադ եղեք բեմի վրա լայվ նվագելուց։ Փորձերի ժամանակ կարող եք նստել, ասենց անջատված դեմքերով լինեք, բայց երբ որ բեմի վրա եք, պատրեք ձեզ, ճղեք, թռեք, ղժացեք, վերջը, որովհետեւ սա է էմոցիան, սա է այն մաքուր էներգետիկան, որ մարդկանց պետք է ստիպի ձեզ սիրեն, լսեն, հետագայում տոմսեր գնեն, դիսկեր գնեն եւ այլն։ Աշխատեք եւ ամեն ինչ կստացվի։ Շնորհակալություն գող։ Կան ինչ-որ շրջանակներ, որոնք խանգարում են մեր մասնակիցներին, Գարիկ։ Չեմ կարծում այդ շրջանակները կան, բայց առաջին հերթին մարդ պետք է հաճույք ստանա իր արածից եւ դա կարողանա ցուցադրել, երբ որ անցնում է մնացած բոլոր լարվածության փուլերը։ Հիմա ես հասկանում եմ, որ մրցույթ է, իրանք այնպես չեն կարողանում իրենց դրսևորել, ինչպես սեփական համերգին կկարողանային, երբ որ լինեին միայն իրենց երկրպագուները, բայց ես ուզում եմ, որ դուք անտեսեք այս պահը եւ նվագեք բոլորի համար, կապ չունի ում համար են նրանք եկել այստեղ երկրպագելու։ Դուք պետք է լինեք ազատ, մենք այս դասերը, կոպիտ ասած դասերը անցնում ենք ամեն անգամ մեր փորձերին։ Ես մի բանի համար եմ ուրախանում, որ այսօր կար պահանջ եւ այդ պահանջը 100%-ով կատարվեց, իսկ երբ որ ձեզանից ավելին են պահանջում, դա նշանակում է, որ գիտեն, որ դուք կարող եք ավելին։ Դա վատ բան չի։ Ես ձեզ շնորհավորում եմ այսօրվա ելույթի համար։ Շնորհակալություն։ Մաշ ինչ կասես դու ելույթից հետո, ինչ տպավորություններով ես։ Այսպես դեռ ինչ-որ խառը հույզեր են ամբողջությամբ ներսում, ուրախ ենք բոլորով, ուրախ ենք, որ ստացվեց անել այն, ինչ ուզում էինք, գերնպատակը կարծում եմ հաղթահարվեց, մնացածը արդեն պարզ կլինի, քանզի արդեն ամեն բան իսկապես այն մարդկանց ձեռքերում է, ովքեր որ լսում են մեզ։ Նրանք մեկնարկել են մեր այսօրվա գալա համերգը, առաջինը լինել միշտ էլ դժվար է, 01 համարին ուղարկում եք հաղորդագրություն և մենք Միկադոին վայելում ենք մեր գալա համերգներին, Միկադո 01